ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի ռազմական գործողություններն Իրանում հավանաբար կշարունակվեն հաջորդ 4 շաբաթների ընթացքում։ Նրա պնդմամբ Միացյալ Նահանգները ոչնչացրել է Իրանի ղեկավարությանը, ըստ երևույթին 48 անձի։ ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ բաց է Իրանի հետ հետագա բանակցությունների համար, բայց չի կարող ասել արդյոք դրանք տեղի կունենան մոտ ապագայում։ Իրանի անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հայտարարել է, որ Թեհրանը չի բանակցի Միացյալ Նահանգների հետ։ Այս կերպ նա արձագանքել է հայտարարություններին, թե Իրանը ծրագրում է վերսկսել բանակցությունները Վաշինգտոնի հետ։ Լարիջանին հավելել է, Իրանի զինված ուժերը չեն սկսել ներխուժումը։ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածել Իրանին, Թեհրանը պատասխանել է հարվածելով Իսրայելին եւ Մերձավոր Արևելքի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։ Հարվածների հետևանքով մահացել են Իրանի գերագույն հոգեվոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին, մի շարք պաշտոնյաներ։ Լիբանանի վրա Իսրայելի հարվածների հետևանքով 31 մարդ է զոհվել, վիրավորվել է 149։ Զոհերի մոտ 2/3-ը գրանցվել է հարավային Լիբանանում, պայթյուններ են տեղի ունեցել նաև մայրաքաղաք Բեյրութում։ Իսրայելն այսօր առավոտյան հարվածների շարք է սկսել Լիբանանի վրա այն բանից հետո, երբ լիբանանյան Հեզբոլլահ շարժումը հրթիռներ է արձակել իսրայելական սահմանի ուղղությամբ։ Հեզբոլլահը հայտարարել է, որ հարձակումներն իրականացրել է ի պատասխան Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի սպանության եւ Իսրայելի շարունակվող ագրեսիայի։ Մարտի 2-ին Արաբական Միացյալ Էմիրություններից, Իրանից եւ Իսրայելից դեպի Հայաստան նախատեսված 8 չվերթ է չեղարկվել։ Մասնավորապես չեն կայանա դեպի Երևան 3 չվերթ Դուբայից, 2 չվերթ Շարժայից, մեկական չվերթներ Աբու Դաբիից, Թել Ավիվից եւ Իրանից։ Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան գործողության եւ Թեհրանի պատասխան հարվածների ֆոնին Բահրեյնի, Իրաքի, Կատարի, ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի եւ Քուվեյթի իշխանությունները որոշել են ամբողջությամբ փակել իրենց օդային տարածքը։ Իսրայելն ու Իրանը նույնպես փակել են իրենց օդային տարածքները։ Գլխավոր դատախազությունը պահանջում է կրթության եւ գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից գույք եւ դրամական միջոցներ բռնագանձել։ Մասնավորապես խոսքը 35 անշարժ եւ շարժական գույքերի շուրջ 1 միլիարդ 200 միլիոն դրամի մասին է։ Շիրակի մարզում մահվան ելքով վթար է տեղի ունեցել Մասարաթ-Հալին ավտոճանապարհին, Վազ Մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից եւ շրջվել։ Պատահարի հետևանքով մեքենայի վարորդը զոհվել է, 3 տուժած հոսպիտալացվել է։ Հայաստանի տարածքում մարտի 2-ին տեղումներ են սպասվում լեռնային եւ նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձենախառն անձրևի եւ անձրևի տեսքով։ Օդի ջերմաստիճանը մարտի 2-ից 3-ի գիշերային ժամերին աստիճանապար կնվազի 6-ից 9 աստիճանով։ Երևանում մարտի 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ ձյան եւ ձենախառն անձրևի տեսքով։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 4-ից 6 աստիճան տաքություն, երեկոյան 1 աստիճան ցրտից 1 աստիճան տաքություն։